Օրենքի ուժով առաջին փուլը մեկնարկում է ուրեմն հունվարի 1-ից մեկնարկում է, ասեմ, որ օրենքը ուժի մեջ է մտել արդեն այսօրվանից, որովհետև մեր հաշվարկային որոշակի բազաներ, աշխատավարձի հաշվարկման բազան եւ աշխատավարձի պահման բազան, այսինքն դեկտեմբերի աշխատավարձի նկատմամբ է հունվարին վճարվելի գումարները պահվելու արդեն ուժի մեջ են մտել։ Մտնում է ուժի մեջ մինչև 18 տարեկան անձանց, բոլոր անձանց համար, 65 տարեկանից բարձր բոլոր անձանց համար եւ 200,000 դրամ եւ բարձր աշխատավարձ ստացող բոլոր անձանց համար։ Այո, եւ 18-ից 65 տարեկան հաշմանդամության կարգ ունեցող առաջին, երկրորդ, երրորդ եւ համապատասխանաբար ֆունկցիոնալության գնահատական ունեցող անձինք են, նաեւ սոցիալական անապահովության համակարգում ընդգրկված 28 բալից ավել եւ էլի նոր գնահատման համակարգով ընդգրկված անձինք են մտնում եւ զոհված զինծառայողների ընտանիքի անդամները։ Հիմա ընդհանուր առմամբ քանի շահառուի մասին է խոսքը։ Ընդհանուր առմամբ, պարոն վարչապետ, այս բոլոր խմբերը միասին պետք է կազմեն մոտ 1,600,000 դրամ, այս թիվը առավելակ դրամ չէ, մարդ այդ Վայ ներողություն եմ խնդրում, մարդ 1,600,000 մարդ հենց առաջին փուլից մտնում է։ 1,600,000 Այո, առաջին փուլի այսպես մաքսիմալ թիվը, այո, 1,600,000 հոգի են։ Ես մի քիչ ավելի քիչ էի մտածում։ 1,600,000 Հիմա Տիկին Նավանեսյան, խնդրում եմ ինձ հիշեցրեք, թե մենք ի սկզբանե երբ ենք պլանավորում, որ պետքա մտներ համակարգը ուժի մեջ 2024 թվականի հուլիսից, թե 25 թվականի հուլիսից։ Պարոն վարչապետ, մենք կառավարության հայեցակարգով ընդունել էինք, այսպես նախանշված ժամկետներ էինք դրել, որ 24 թվականի կեսից պիլոտային ձևաչափով կսկսենք, հետո 25-ի կեսից արդեն համակարգը առաջին փուլը կմեկնարկի, ու ըստ էության 26 թվականի հունվարի 1-ից կգործարկվի։ Ես ինչի համար եմ ասում, ինչու 2024 թվականի հուլիսի 1-ից էր նախատեսվում։ Մենք քննարկեցինք, էլի քննարկեցինք, հետո մենք չքննարկեցինք, հասկացանք, որ պատրաստ չենք։ Հետո ասենք լավ, եկեք կանենք 2025 թվականի հունվարի 1-ից։ Հետո 25-ն էլ ենք, մի տարով ենք, մի անգամից հետաձգի։ Հետո քննարկեցինք, հետո հասկացանք, որ պատրաստ չենք։ Հետո հասկացանք, որ երբեք էլ պատրաստ չենք լինելու, որովհետև եթե պատրաստության այն նշաձողը, որ մենք մեր առաջ դնում ենք, մենք ինչ ենք ուզում եւ մեր ընդհանրապես մեր իրականության մեջ էլ տենց բան կա։ Մենք ուզում ենք իդեալական պատրաստ լինենք, որ ենթադրենք ունենանք մի բան, ունենանք 600 այս Mercedes-ի մակարդակի մի բան, որ սենց, ասինքն բանալ էլ չկա հիմա սենց անենք ու համակարգ սկսի։ Բայց մենք մի բան հաշվի չենք առնում։ Մենք այս 600 մակարդակի բան կառուցելու համար պետք է մի հատ Զապարոժից գոնե կառուցած լինելու փորձ ունենանք։ Չի կարա տեն չի լինում, որ մի անգամից ասենք այդ կետից սկսել։ Եվ երկրորդը ընդհանուր առմամբ ես նաև ինքնահայեցման տրամաբանության մեջ ես գալիս եմ հետևյալ եզրակացության, այսինքն համոզմունք է դա արդեն ոչ թե բան եզրակացություն, այլ եւ սա չի վերաբերում մենակ այս թեմային, դա վերաբերում է բացարձակ բոլոր թեմաներին, որ այնտեղ մենք ուզում ենք, որ երբեմն իդեալի ձգտումը բերում է մեզ անգործության, որովհետեւ մենք ասում ենք ոնց եկանք հասանք, դե իդեալական չի, հետեւյալ մենք ընդհանրապես իդեալի այդ մղումից պետքա հրաժարվենք, որովհետև իդեալի մղումը մեզ անդադ տանում է փակուղիներ կամ անդադ գցում է միֆերի մեջ։ Հիմա ես սա ինչի համար եմ ասում։ Ուզում եմ դիմեմ հանրությանը երկու հարցով։ Առաջինը՝ սիրելի 1,600,000 հայրենակիցներ, խնդրում ենք 2026 թվականի հունվարի 1-ից առողջապահական հիմնարկները չգրոհել։ Չէ, հիվանդանալը ուրիշ խնդիր է, բայց չգրոհել, ուղղակի որովհետև գրոհը հիվանդության մասին չի, հիվանդանալ չհիվանդանալու մասին չի, բայց մեր փորձը ի՞նչ է ցույց տալիս։
Մեր փորձը ցույց է տալիս, որ սովորական պայմաններում, երբ որ մարդը, գիտեք ինչ, 21-րդ դա այսօր տեխնիկան այնքան է զարգացել, ասում եմ, ում ուզում եք բերեք։ Ես երաշխավորում եմ, որ հիմա MRT, KT, չգիտեմ ինչ եւ այլն, կգտնենք անպայման մի բան, որը պետքա բուժել։ Բացառված է, որ տենց դեպք ունենանք, որ չգտնենք որևէ բան, որը բուժելու անհրաժեշտություն չկա։